Տարբեր բուհերի ապագա իրավաբանները Սլավոնական համալսարանում են, մասնակցում են բժշկական քրեական իրավունքի ամենամյա դպրոցին։ Քննարկվում են բժիշկների մասնագիտական սխալների դեպքում իրավաբանների դերի կարևորությանը, նաև առողջապահության ոլորտում իրավական ռիսկերին ու խնդիրներին առնչվող հարցեր։ Բազմաթիվ գիտական միջոցառումներ եւ քննարկումներ ենք ունեցել եւ սա հերթականն է, որը առնչվում է այս չափազանց կարևոր եւ զգայուն ոլորտին։ Ես պետք է ասեմ, որ ծրագիրը բավականին բալանսավորված է, ինչը շատ կարևոր է այս թեման քննարկելիս, հիմնականում ուսանողներ են ունկնդիրները։ Բժշկական գաղտնիքի հրապարակումից մինչև լաբորատոր հետազոտության ոչ պատշաճ իրականացում, բժշկի մասնագիտական սխալը կարող է անդառնալի լինել։ 2022-ի հուլիսից մեր երկրում գործում է քրեական նոր օրենսգիրքը, որը ներառում է մի շարք հանցագազմեր, որոնց սուբյեկտները բուժաշխատողներն են։ Օրենսգրքում ներառված հիմնահարցերը վերաբերում են նորմերի իրավական կիրառմանը, նաև գիտական մեկնաբանմանը։ Հայաստանի Հանրապետությունում ընդունված չէր օգտագործել յատրոգեն եզրույթը եւ մեր գիտական ուսումնասիրությունների ներքո ձևակերպվեց դրա նոր ընկալումը։ Այդ եզրույթը շատ հաճախ այսպես հոմանիշ էին դիտարկում բժշկական սխալի, բայց կարծում եմ դա սխալ է, պետք է տարբերակել յատրոգենյան բժշկական սխալը, դրանք լրիվ տարբեր հարթություններում գտնվող եզրույթներ են եւ մենք նաեւ մեկնաբանում ենք այդ համատեքստում։ Ուսանողները ծանոթանում են նաև այն դեպքերին, երբ համադրվում են բժշկությունն ու քրեական իրավունքը, հանցագործությունն արդյունավետ եւ ճշգրիտ բացահայտելու նպատակով։ Դեպքի վայրում իրավիճակը կարող է պահանջել դատաբժիշկների ներգրավում, զոհերի անձանց նույնականացման, դիերի, իրեղեն ապացույցների եւ դատաքննչական նյութերի ուսումնասիրման համար։ Կան որոշակի հիմնակարային մոտեցումներ, որոնք բավականին երկար ժամանակ իրարվել են եւ կան նոր տեխնոլոգիաներ, կենսաբանական, գենետիկական բնույթի, որոնք հնարավորություն են տալիս բարձրացնելու անձի նույնականացման ճշտությունը, այսինքն նույն հայրության տեստը, նույն որոշակի, եթե հանցագործություն է կատարվել եւ անհրաժեշտ է իրականացնել անձի նույնականացում, այժմյան մոտեցումները հնարավորություն են տալիս ել ավելի մեծ ճշտությամբ ճիշտ մոտեցումներ կիրառել եւ ստանալ արդյունքը բավականին կարճ ժամանակահատվածում։ Ձմեռային դպրոցի ընթացքում քննարկվում են նաև բուժաշխատողների քրեական պատասխանատվության առանձնահատկությունները, անվտանգության պահանջներին չհամապատասխանող բուժծառայությունների մատուցման, նաև օրգանների, հյուսվածքների եւ բջիջների փոխպատվաստման ոլորտում առաջացող քրեաիրավական խնդիրներն ու հանցագործությունները։ Արամ Մարանդյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։